Վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-իր միկրոբլոգում շնորհավորական գրառում է արել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի լիբերալ կուսակցության հաղթանակի առթիվ։ Հայաստանը գնահատում է Կանադայի հետ իր հարաբերությունները հիմնված բարեկամության եւ ընդհանուր արժեքների վրա։ Ակնկալում ենք հետագայում ամրապնդել եւ խորացնել մեր փոխշահավետ գործակցությունը, գրել է նա։ Արդարադատության նախարար Սրփուի Գալյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերանտիին։ Սրփուի Գալյանը ներկայացրել է արդարադատության նախարարության բարեփոխումները սահմանադրական դատաիրավական կոռուպցիայի դեմ պայքարի, մարդիրավունքների պաշտպանության, քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտներում։ Երկուստեք կարևորվել է արդարադատության ոլորտի թվայնացումը, որը ներկայումս նախարարության առաջնահերթություններից մեկն է։ Կողմերը քննարկել են նաեւ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ոլորտում գործակցության հնարավորությունը։ Կառավարության ապրիլի 39 նիստում հաստատվեց Հայաստանի կառավարության եւ Ղազախստանի կառավարության միջև միգրացիայի ոլորտում գործակցության մասին համաձայնագիրը։ Համաձայնագրով նախատեսվում է գործակցություն վիճակագրական, իրավական եւ գիտամեթոդական տեղեկատվության փոխանակում, միմյանց քաղաքացիների մասին տեղեկությունների փոխանակում, փորձի փոխանակում եւ գործնական օգնություն ի հայտ եկող հարցերի կարգավորման նպատակով։ Միգրացիայի ենթարկված քաղաքացիների եւ նրանց ընտանիքների անդամների բնակության իրավունքի պաշտպանություն, կացության իրավական կարգավիճակի հարցերի համատեղ քննարկում։ Կառավարությունը 2 ամսով երկարաձգել է արցախցիների սոցիալական աջակցության ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 50,000 դրամ տրամադրելու ծրագիրը։ Նշվում է, որ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ։ Հայաստանում Իրանի դեսպանատանը բացվել է Սքոմատյան, Բանդարե, Շահիդ Ռաջայի նավահանգստում ապրիլի 26-ին տեղի ունեցած պայթյունի եւ դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհերի հիշատակին։ Armenpress-ի խտակցիեց զրույցում Հայաստանում Իրանի փոխդեսպան Բարամ Թահիրին շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանն ու բարեկամ հայ ժողովրդին այս ծանր պահին իրանցիների կողքին լինելու եւ զորակցելու համար։ Նոր վարչական շրջանի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների եւ ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։ Ավելի վաղ Արթուր Չախոյանը սոցիալական ցանցում գրել էր, որ գնում է թաղապետարան մասնակցելու հանրային քննարկմանը։ Ըստ ԼԲՆ-ում հրապարակված տեսանյութի մինչև քննարկումը վիճաբանություն է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի։ ՆԳՆ-ից հայտնել են, որ ոստիկանության օպերատիվ արձագանքման խմբերը տեսանյութի հրապարակումից հետո մեկնել են թաղապետարան։ Արթուր Չախոյանը հրավիրվել է ոստիկանություն Նոր-Նորքի բաժին հաղորդում ներկայացնելու։ Միացյալ Նահանգների կոնգրեսի մարդու իրավունքների հարցերով Թոմ Լանթոսի հանձնաժողովում Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ քննարկմանը մարդու իրավունքների հարցերով փաստաբան Ջարեդ Գենսերը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի 2023 թվականի իրադարձություններին, դրանք որակելով էթնիկ զտում։ Նա նշել է, որ դրանից հետո Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հայկական հետքերը եւ քրիստոնեական ներկայությունը վերացնելու համար։ Ջարեդ Գենսերը հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը աշխարհում քրիստոնյաներին, այդ թվում հայերին աջակցելու վերաբերյալ, հավելել, որ պետք է քայլեր ձեռնարկվեն, ցույց տալու, որ լուրջ հետևանքներ կլինեն, եթե Ադրբեջանը քայլեր չձեռնարկի պահվող հայերին ազատ արձակելու ուղղությամբ։ Ադրբեջանում մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը Եվրամիության համար առաջնահերթություն են եւ ընկած են ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների հիմքում, ասված է Կայակալասի հայտարարության մեջ ի պատասխան Եվրախորհրդարանի падգամավոր Էմանուել Ֆրագոսի հարցին Ադրբեջանում բռնապետական միտումների վերաբերյալ։ Ֆրագոսը ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչին հարցրել է նաեւ արդյոք Բաքուն պարտավորվել է ազատ արձակել ավելի քան 320 քաղբանտարկյալների, ազատել պահվող հայերին եւ ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի դարձի երաշխիքները։ Շուրջ 600 հյուսիսկորեացի զինծառայող է զոհվել Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում ռազմական գործողություններին մասնակցելիս, հայտնել է հարավկորեացի падգամավորը վկայակոչելով հետախուզական տվյալները։ Նա հավելել է, որ Հյուսիսային Կորեան Կուրսկում կորցրել է 4700 զինծառայող, այդ թվում շուրջ 600-ը զոհված։ Նա ասել է, որ այս տարվա սկզբից մոտ 2000 զինվոր, որոնք ներկայումս մեկուսացված են Փենյանում, վերադարձվել են Հյուսիսային Կորեա։ Հարավկորեական հետախուզական տվյալներով Հյուսիսային Կորեան 2 փուլով Ռուսաստանում է տեղակայել ընդհանուր առմամբ 15000 զինվորական։ Պակիստանցի զինվորականներն ապրիլի լույս 30-ի գիշերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը Հնդկաստանի հետ միջազգային սահմանին Ջամու եւ Քաշմիրի նահանգում գրեթե 7-ից 8 տարվա դադարից հետո բնակիչներն ականատես են եղել հրադադարի ռեժիմի խախտումների մի քանի շրջաններում։ Նշվում է, որ Հնդկաստանի բանակը պատասխանել է, մեկ այլ բնակիչ էլ նշել է, որ կրակոցներ լսելուց հետո իրենց հրահանգել են դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները եւ տուն վերադառնալ։
Հնդկաստանը մտադիր է ռազմական հարված հասցնել Պակիստանին առաջիկա 24-ից 36 ժամվա ընթացքում, հայտնել է Պակիստանի տեղեկատվության նախարար Աթուլլա Տարարը, վկայակոչելով հավաստի հետախուզական տվյալները։ Տարարի խոսքով, որպես կեղծ պատրվակ հարձակման համար կօգտագործվի երկու կողմերի կողմից վիճարկվող Քաշմիրի շրջանի հնդկական մասում գտնվող Պահալգամ զբոսաշրջային քաղաքում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունը։ Իրանի Սպահան քաղաքում Ավանար Պարսյան ընկերության պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել։ Ըստ Iran International լրատվականի Ավանար Պարսյան ընկերությունը մասնագիտացված է այրվող նյութերի արտադրության մեջ։ Ընկերության կայքում նշվում է, որ այն արտադրում է հրավառության նյութեր և դինամիտ։